Բարև ձեզ սիրելի բարեկամներ, դուք դիտում եք Ամեկուսի Պոստսկրիպտում հաղորդաշարը եւ այսօր իմ զրուցակիցն է ազգագրագետ Հրանուշ Խարատյանը, շնորհակալություն Խարատյան։ Նոյեմբերի 7, հա, այսօր նոյեմբերի 7-ն է, իմ կյանքի օրոք ամենայն դեպս Հայաստանում նոյեմբերի 7-ը որևէ գաղափարախոսական, որևէ ջոր խանդավառություն չէր առաջացնում, պարզապես մի ազատ օր էր, բայց Ռուսաստանում դա այնուամենայնիվ ինչ որ գաղափարախոսական, քաղաքական երանգ բաղադրիչ ուներ։ Ես կարծում եմ մեր համարյա ընդհանուր երիտասարդության տարիներին չասեմ գաղափարական խանդավառություն, բայց ինչ որ տոնական տրամադրություն կար, դա ուղղակի ազատ օր չէր եւ ի վերջո իշխանությունները կազմակերպում էին տոնահանդեսի շատ մեծ հնարավորություններ էին տալիս եւ ընդհանուր առմամբ պասիվ կամ ակտիվ ընդգրկվում էին մարդիկ, բայց մյուս կողմից էլ նոյեմբերի 7-ը իսկապես ռուսական տոն է, դա խորհրդային Ռուսաստանում էր հոկտեմբերյան հեղափոխությունը, Հայաստանը հետո պիտի խորհրդայնանար եւ նույնիսկ պաշտոնապես Հայաստանի խորհրդայնացման տոնակատարությունը տրամաբանորեն տարօրինակ կեր, որ նոյեմբերի 7-ի հետ էր, որտեղ մենք կարծեք թե Հայաստանի խորհրդայնացման հետ կապված տեղական տոն չունեինք։ Այսինքն այն, որ Ռուսաստանում նոյեմբերի 7-ը զգացմունքները առաջացնում, շատ հասկանալի է։ Այն, որ Հայաստանում հիմա մարած է եւ զգացմունքներ չի առաջացնում, նույնպես հասկանալի է, բայց հասկանալի է նաեւ, որ կարծում եմ այսօր Ռուսաստանը, որը ակտիվորեն ընդհանրապես անցյալի տարբեր կերպարները եւ տարբեր մշակույթը փորձում է դարձնել նախկին խորհրդային տարածքի ամբողջ բնակչության անկախ այդ տարածքի բնակչության եւ այդ տարածքի երկրների այսօրվա վիճակի համար ընդհանուր մշակութային երևույթ, իհարկե որ լուրջ լավ կազմակերպված է, իհարկե հասկանալի է, որ այսօրվա Ռուսաստանի բնակչության կողմից նոյեմբերի 7-ին կծվող խանդավառությունը կամ գոնե իմ կարծիքով զգալի չափով դա եւ ցարական եւ խորհրդային կայսերականության ռուսական տերմինով ասած ձրժավնստի գաղափարի հարությունն է, որը բավական տարածվում է։ Չեմ կարծում, որ այստեղ խնդիրը սոցիալ խորհրդայնացումն է, այսօրվա խանդավառությունը, կարծում եմ, որ երբեմն խորհրդային սահմանների եւ այդ սահմանների հետ կապված այդ երկրի մեծ երկրի հանրապետությունների բնակչությունների հետ միասնության հուշերի արտնացումն է։ Դուք ասացիք Հայաստանի խորհրդանշումը չէր նշվում, որովհետեւ դա տեղի նոյեմբերի 29-ին, հա, թե հոկտեմբերի նոյեմբերի 29-ը հայտարարվել է, չէ, նոյեմբերի 20-29-ին հայտարարվել է իբրև թե որ արդեն Հայաստանը խորհրդայնացել է, բայց սուտ էր դա, հայտարարվել է նաեւ որ Կարմիր բանակը եկել է Հայաստան, որը նույնպես սուտ էր, որտեղ ի վերջո դեկտեմբերի 2-ին է դա տեղի ունեցել, բայց շատ շտապ հարկավոր էր Ռուսաստանին դա հայտարարել, եւ որովհետեւ այդ ժամանակ արդեն թուրքերը Հայաստանում բավական տնօրինում էին եւ շատ շտապ հարկավոր էր, որ խորհրդային միությունը կարողանար Քեմալ Աթաթուրքի հետ հարաբերությունները լեգիտիմացնել նաեւ որպես խորհրդային Հայաստանի որպես պաշտպան կամ իրավունք ունենար այդպիսի բան անել եւ շատ արագեցրին, շտապեցրին դեպքերը, բայց նոյեմբերի 29-ը հայտարարված խորհրդայնացման օրն է, ոչ թե իրական խորհրդայնացման։ Էլի ոչ մեկին ոչ մի բան չի ասում, չէ, այսօր։ Ոչ նոյեմբերի 29-ը առավել եւս ոչ էլ դեկտեմբերի 2-ը, հասկանալի է, որ այստեղ թվերի խաղ կար, ոչ, կարծում եմ, որ Հայաստանում ընդհանրապես չեմ կարծում, որ նույնիսկ խորհրդային տարիներին նոյեմբերի 29-ը հանրային զգացմունքների տիրույթում ինչ որ կշիռ ունեցող օր էր։ Նոյեմբերի 7-ը ամբողջ խորհրդային տարածքի համար հաստատուն սովետիզացիա է եւ այդ սովետիզացիայից բխող խանդավառության կազմակերպման օրն էր։ Գուցե նոյեմբերի 29-ին կային ինչ որ միջոցառումներ պաշտոնական, կենտկոմ, ճառեր, ակադեմիա, այսինքն այնօր արտաքին արարողակարգ կար, որին ձանձրանալով պիտի նստեին ինչ որ պաշտոնյա մարդիկ, բայց ինքը հանրային ընկալման համար որևէ առնչություն չունեցող օր էր։ Պուտինի իշխանությունը այնուամենայնիվ բոլշևիկների նա խորհրդային միության սահմաններին իհարկե շատ լավ է վերաբերում, բայց բոլշևիկների իշխանության առանձնապես խանդավառ չէ եւ փորձել է փոխել նոյեմբերի 7-ը նոյեմբերի 4-ով, դա ժողովրդի միասնության օր է, Ռուսաստանի ժողովրդի միասնության օր է հայտարարված եւ արդեն 10 տարի նշվում է։ Դա 1612 թվականին Մինինը եւ Պաժարսկին ուրեմն
խլել են Կրեմլը լեհերից եւ այդպիսով ըստ պաշտոնական նրանց բացատրության այդ խառը ժամանակները սմուտնե վրեմե, հա, դա ավարտվել է։ Եվ բայց դա նույնպես ռուս ժողովրդին առանձնապես բան չի ասում։ Լավ, ես չգիտեի ինձ համար հետաքրքիր էր ձեր ասածը։ Մինին եւ Պաժարսկին ԽՍՀ պատմության դասագրքերի կերպարներից էին։ Գիտեք, որ ԽՍՀ պատմության դասագրքերը դրանք հիմնականում Ռուսաստանի պատմության դրվագներ էին։ Կամ եթե դուք ավելի ուշ եք դպրոցը ավարտել, գուցե չհիշեք, բայց դրանք ընդհանրապես ԽՍՀ պատմության համառոտ շարադրանք էր։ ԽՍՀ պատմությունը Ռուսաստանի պատմության համառոտ շարադրանք էր եւ յետպատերազմից, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ինչ որ կերպարներ բերվել էին ընդհանուր իմացության դաշտ, այդ թվում Մինին եւ Պաժարսկին, բայց ես չէի հիշի երբեք եւ մտքովս չէր անցնի, որ այդ ակտը Ռուսաստանի ժողովուրդների միասնության Ռուսաստան ժողովրդների միասնության օր է հայտարարվել։ Հիմա եթե ուղղակի արագի արձագանքը էս պահին նա է, որ չեմ կարծում, որ լավագույն եւ ճիշտ օրն է ընտրվել այդ գաղափարը Ռուսաստանի ժողովուրդների համար ընդունելի դարձնելու։ Իհարկե ֆորմալ կարող են մարդիկ կամ լռել կամ որոշ ինտելեկտուալ շրջանակներ վերլուծել, բացական արձագանքել, ոմանք էլ հակառակը քարոզչության մեջ ակտիվանալ, բայց նույնիսկ գիտեք տոները իրենք կարևոր մի բան ունեն, իրենք պետք է նաև սիմվոլիկ լեգիտիմիզացիա ունենան, պետք է ռեալ գաղափարի եւ ռեալ երևույթի շուրջը ձևավորվեն։ Այդպես է մշակութային կյանքում քաղաքական կյանքը տոներ թելադրում է, բայց փորձում է հարմարվել տոնի եւ տոնահանդեսի հնարավորության տրամաբանության։ Ես կարծում եմ կամ գոնե ինձ այս պայն այնպես է թվում, որ հազիվ թե դա փորձություն բռնող մի ես չգիտեմ Ռուսաստանի ժողովուրդը գիտի այդ մասին, թե Կրեմլը ուղղակի ճառեր է ասում։ Նայեք 17 թվականի նոյեմբերի 7-ը, հա, այնուամենայնիվ հիմա չի նշվում կամ չգիտեմ պաշտոնապես չի համարվում ինչ որ լավ իրադարձությունների սկիզբ։ Բաստիլի գրավումը էլի զենքով, էլի հարձակվել են, էլի մարդ են սպանել եւ այլն, չէ, էլի արյունահեղություն եւ այլն։ Բաստիլի գրավումը ֆրանսիացիները նշում են 200 տարուց ավելի։ Այսինքն կախված հաջողությունից կամ կախված հետագա ընթացքից է դա որոշ։ Ենթադրում եմ, միևնույն ժամանակ ենթադրում եմ, որ եւ հաջողությունը եւ գաղափարը, որը ներդրվել է եւ այդ գաղափարի հանրային ընկալումը, բայց նաեւ իհարկե դրա վրա աշխատանք է արվել, այսինքն Բաստիլի գրավումի առաջին իներցիական նշումները կամ իր մեծ հանրային ընկալումը եւ հետո Բաստիլի համար իսկապես կամ գոնե ինձ հայտնի իրավիճակում իսկապես կամավորական ժողովուրդ է պայքարել։ Հիմա նույնիսկ նույն Ռուսաստանի բոլշևիզացիայի դեպքում շատ կասկածելի հանգամանքներ կան, բազմաթիվ կասկածելի, այդ թվում նաև բազմաթիվ ըմբոստացությունը ճիշտ է եւ Բաստիլի գրավումը եւ մեր այո, այդպես ասենք, արքունիքների գլխատումներ էին, ընդհանրապես մշակութային մեծ եւ փոփոխություններ էին, բայց մյուս կողմից Բաստիլի գրավումից հետո ֆրանսիական իշխանությունները համենայն դեպս ջանք արել են գաղափարները, այն գաղափարները, որի համար այս ակտը կատարած ի վերջո Բաստիլի գրավումը սիմվոլիկ երևույթ է այդ ամբողջ հեղափոխությունը ներկայացնելու։ Ուրեմն այդ հեղափոխության գաղափարները ներդնել եւ իրականացնել։ Չեմ կարծում, որ Խորհրդային Միությունը իրականացրել է այն բոլշևիկյան գաղափարները, որի համար ինքը եկավ եւ ընդունվեց գոնե որոշակի լայն ժողովրդական մասսաների կողմից, այսինքն մեզ բոլորիս հայտնի երևույթները առաջին տարիների քաղաքացիական պատերազմները եթե չհաշվենք, որտեղ ուղղակի դասակարգային հայտարարված թշնամիների առճակատումներ էին, բայց անմիջապես հետո էս ամբողջ գիտեք խորհրդային արդեն իշխանությունների կողմից ճիշտ է հողատրվեց գյուղացուն այնպեսի ահռելի турքերով, որ նույնիսկ ցարական շրջանում դա անհնար էր որ լիներ, հետո հողը վերցվեց կոլեկտիվիզացվեց եւ այլ նույնիսկ այն պարզունակ բաներն եմ ասում, չխոսելով արդեն ամբողջ ռեպրեսիվ ապարատի մասին, որին զոհ գնացին ահռելի բնակչություն։ Սրանք չէին կարող հետևանք չունենալ եւ չեմ կարծում, որ բուն ժողովրդական համայնքի
կամքի, հանրության, այսինքն հասարակության կողմից խորհրդայնացումը ընդունվել է եւ դրա իրականացման ընթացքը ընդունվել է այնպիսի խանդավառությամբ, ինչպես սովորաբար մեր գրքերը գրում են միայն արդյունաբերացման, կոլեկտիվիզացման, հաջողությունների, վերջին հաշվով բոլորիս հայտնի է, որ ծիծաղում ենք մենք, որ 13 թվականի տնտեսական աճին խորհրդային միությունը ցարական Ռուսաստան հասավ 60-ական թվականներին։ Իհարկե սրան զուգահեռ բազմաթիվ բաներ եղան։ Ես հիմա չեմ ուզում խորհրդային միության դրական բաներին անդրադառնալ, դրանք իսկապես կան։ Ես չեմ կարծում, որ լուրջ լինելու դեպքում մենք չենք կարող խոսել կրթության, գիտության, սոցիալական մարդկանց բոլոր հնարավորությունների, հարաբերական հավասարության եւ այլ մասերում շատ կարեւոր բաներ են, բայց ի վերջո խորհրդային միությունը չէր անում այն, ինչ բոլշևիզմը բերում էր, նա չէր աշխատում այսպես կոչված բոլոր ճնշվածների պաշտպանության ուղղությամբ, շատ էլ ճնշում էր։ Այո, կա այնուամենայնիվ, հիմա ավելի քիչ եմ նկատել, բայց 10-15 տարի առաջ Հայաստանում շատ եմ նկատել այդ կարոտախտը, հա, խորհրդային կարոտախտը, նստում եք տաքսի, տաքսիստը ասում է, «Էս ինչ անօրինականություն է, էս ինչ սարսափելի բան է, այս ժողովուրդը Ստալինա պետք»։ Հա, հիմա էլ կաս, ես հենց վերջերս ավելի հաճախ եմ, ոչ միայն Ռուսաստանում, այլ նույնիսկ Հայաստանում, շատ ավելի հաճախ եմ Ստալինի կերպարի վերաբերյալ դրական հիշողությունների տարածման փորձեր նկատում, եւ ես կարծում եմ եկեք նայենք թե ժողովուրդը Ստալինին ինչպես անկալում, այս իմաստով, որտեվ հասկանալի է, որ տարածողների մի զգալի մասը կամ չգիտեն, ինչ էր Ստալինյան շրջանը, կամ այդ շրջանից փոխանցված հիշողությունների մեջ գերակշռում է Ստալինի անձնական ժուժկալության օրինակը, Ստալինի ասկետիզմը, Ստալինի որդուն զոհաբերելը, պատերազմի տարիներին նույնիսկ եւ իշխանությունների ներկայացուցիչների նկատմամբ ճնշում գործադրելու կարողությունը, որով իբրև խորհրդային հասարակության արդարությունն է վերականգնում։ Սրանց մասին է, որը ժողովրդի այսպես ստալինյան հիշողության մեջ կարծում եմ ցանկալի ներկայի սպասումներ է բերում։ Բուն ստալինիզմը եւ Ստալինը ինքը բացի մեծ հաշվով, բացի անհատի պաշտամունք տերմինից, որ դեռ ժամանակին Խրուշովյան բարձրաձայնումներ եւ ի վերջո պատմության դասագրքերում տեղ գտավ եւ դարձավ կոլեկտիվ գիտելիք, բայց կոլեկտիվ գիտելիք դարձավ միայն որպես անհատի պաշտամունք։ Խորհրդային պատմության դասագրքերը երբեք չեն մասնավորեցրել Ստալինյան շրջանը որպես քաղաքական բռնության, բայց ես կասեի ընդհանրապես մարդկության բռնության, բոլոր տարբերակներում բռնության շրջան։ Դրանք հանրային կոլեկտիվ գիտելիքի մաս չեն եւ քանի դեռ մաս չեն, կարծում եմ, որ այս անդրադարձել միշտ պիտի ուժեղ ձեռքի, ուժեղ կամքի, իր կամքին ենթարկելու եւ դրական կամքի, ուժեղ դրական կամքի ենթարկելու կարոտը պետք է լինի։ Հիմա պետք է մեզ ակտուալ է այդ խնդիրը, որ դա դառնա մեր հասարակության, Հայաստանի, անկախ Հայաստանի հասարակության կոլեկտիվ մտքի, ինչպես ասում եք։ Ես կարծում եմ, որ եթե շատ անկեղծ ասեմ, ինքս ունեմ տարակույսներ, թե ընդհանրապես պատմության որ դրվագը ներկայացնելիս, որևէ դրվագը ներկայացնելիս պետք է արդյոք ընտրություն կատարել այնտեղից, ես նկատում կոլեկտիվ գիտելիքի դեպքում, թե թողնել մասնագիտական լսարանին ոչ սելեկտիվ քննարկումը, իսկ ընդհանուր կոլեկտիվ գիտելիքի համար ընտրական ինչ-որ նյութեր տալ։ Ես գնալով ավելի համոզվում եմ, որ չպետք է այդպիսի ընտրություն կատարվի։ Ես կարծում եմ, որ մեր հասարակություն կամ ցանկացած հասարակություն, որը կրթության միջոցով է նախ եւ առաջ կոլեկտիվ գիտելիքը ձեռք բերում եւ կոլեկտիվ գիտելիքն է նաեւ ձևավորում հանրային մոտեցումները խնդիրներին, իրավունք ունի եւ պետք է ստանա գոնե տեղեկությունների այն չափը, ինչ չափը պատմաբաններին հաջողվել է բացել։ Այսինքն մենք երբեք անցյալի վերաբերյալ համապարփակ ու լիակատար տեղեկություն չենք ունենում։ Մյուս կողմից հասկանալի է, որ անցյալը ինքը իր շրջանում մատուցվել է ընտրաբար, բայց պատմաբանների վերլուծությունները ինչ որ բաներ քիչ թե շատ կամ մաքսիմալ օբյեկտիվությանը մոտեցող բաներ վերականգնում ամենայն դեպս ոչ վաղ անցյալից։ Եվ դրա
դրանից էլ մենք ընտրաբար ենք կոլեկտիվ գիտելիք ձևավորում։ Հիմա օրինակի համար ես ձեզ ասեմ, այն բարձ խնդիրը, որ ցեղասպանության մասնավոր ցեղասպանության մասին մինչև 65 թվը խսում արգելված էր խոսել, գրել, ընդհանրապես որևէ կերպ անդրադառնալ։ Իսկ մինչև 30-ական թվականներին, մինչև պատերազմի վերջը համարյա, ընդհանրապես այդ մասին հիշողներին կարող էին բռնությունների ակսուրել, նույնիսկ գնդակահարել եւ այլն։ Այսինքն այն, ինչ ես իմ տերմինով ասած անվանում եմ լռության հնազանդեցնել, լռության մատնել մարդու հետ կատարվածը, ընդամենը 20 տարի առաջ կատարվածը մարդը չպիտի խոսի, ուրեմն չգիտի, ուրեմն հանրությունը չպիտի իմանա։ Եվ սա դառնում է կոլեկտիվ գիտելիք։ 60-ական թվականներին իսկապես արդեն զգալի չափով ինքը դառնում էր մոռացված անցյալ։ Եթե 65 թվականին 50-ամյակի արդիվ դրսի երկրները չանդրադառնային այդ խնդրի 50 տարվա նշմանը, խորհրդային միությունը հազիվ թե դեռևս բաց թողեր այդ իրավունքն ու հնարավորությունը։ Ուրեմն ես կարծում եմ, որ մեր ոչ վաղ անցյալի գոնե, որ քիչ թե շատ դեռ օբյեկտիվորեն կարող ենք ուսաբանել եւ ներկայացնել պատմաբանների կողմից բացահայտածը չդարձնել կոլեկտիվ գիտելիք, դա նշանակում է, որ մենք դա պարզ թաքցնել չի։ Դա նշանակում է, որ մենք ձևավորում ենք մի հասարակություն, որը իր նույնիսկ ոչ վաղ անցյալից փորձ անելու իրավունք, առավել եւս կարողություն չպիտի ունենա։ Սրան շատ լավ ծանոթ եմ ես նաև օրինակ Թուրքիայի օրինակից։ Նույն բանը Թուրքիա ոչ միայն հայոց ցեղասպանության, այլև ամբողջ 20-րդ դարի վերաբերյալ թուրքական պատմագրությունը, որ ընդհանրապես նույնիսկ թուրք ժողովրդի պատմության վերաբերյալ խեղճ է աղբյուրների եւ չունեցած պատմագրության, բայց 20-րդ դարի վերաբերյալ այնքան ընտրողաբար է ներկայացում եւ այնքան խիստ է հետևում այդ ընտրությանը, որ այսօրվա Թուրքիայի հասարակությունը մեծ հաշվով, որը 60-ական թվականներից հետո նոր գնաց դպրոց, որ ընդհանրապես կոլեկտիվ գիտելիք ձևավորեց միայն այդ սերունդը, այդ կոլեկտիվ գիտելիքի մեջ իրենց փաստարկներում բոլորը միատեսակ են, նրանք բոլորը նույն գիտելիքն են ստացել եւ այդ գիտելիքի մեջ նրանց քննարկումներում պակասում են բազմաթիվ երևույթներ եւ իրողություններ։ Հիմա եթե մենք ուզում ենք այդպիսի հասարակություն, մենք շարունակենք ընտրաբար եւ ընտրողնել դեռ հասկանալի չէ թե ով է եւ ինչ սկզբունքներով պիտի ընտրի, մեր անցյալը ներկայացնենք այդ թվում ստալինիզմի շրջանը պիտի ընտրաբար ներկայացնենք, ինչ որ եւ արվում է մեծ հաշվով հիմա։ Այսինքն ես նույնիսկ չգիտեմ, սա այս պահին գիտակցված է, թե ուղղակի դեռևս խորհրդային ավանդույթի շարունակություն է։ Տոների մասին, հա, Կուբայում օրինակ նշվում է Մոնկադա զորադոցի վրա հարձակումը, հա, դա նշվում էր, բայց անցել են սերունդներ եւ չեմ կարծում, որ կուբացի երիտասարդին Ֆիդել Կաստրոյի այդ քաջագործությունները շատ հետաքրքիր են։ Տոների մասին ասեմ, որ տոնը երևույթը ընդհանրապես շատ հետաքրքիր է։ Տոնը համարյա միշտ ձևավորվում եւ կյանք մուտք է գործում սպասարկելու համար ընթացիկ քաղաքական պահանջմունքը։ Սրան մենք ինքներս շատ ծանոթ ենք, գիտեք քրիստոնեությունը իր տոնացույցը բերեց եւ դրա վրա շատ երկար աշխատել են թե դեռ Գրիգոր Լուսավորիչը, թե նրա թոռ Սահակ Պարթևը, թե Ներսես Մեծը եւ վերջին հաշվով ինքը անդադ փոխվել է վերջին, եթե չեմ սխալվում, վերջին տոնացույցը ձևավորել է Սիմոն Երևանցի կաթողիկոսը եւ բայց ընդհանրապես ինքը միշտ փոխվել է։ Թե խորհրդային տոնացույցի մուտքով գիտենք, որ տոները եկան սպասարկելու նոր գաղափարախոսության կարիքները եւ սպասելիքները։ Միևնույն ժամանակ գիտենք, որ անհրաժեշտության բերումով ամենավաղնջական ժամանակներում կամ տոնացույցը ընդհանրապես իր բնական վիճակով ինքը շատ տոմարական եւ սեզոնային փոփոխությունների հետ առնչվող երևույթ է։ Վերջո մարդիկ սեզոններով տնտեսական սեզոն է, բնակլիմայական սեզոն է եւ այլն, դրանց հետ են կապում կյանքի երևույթները եւ իրենց տնտեսության հետ, որ սորտություն, երկրագործություն, անասնապահություն եւ տոնացույցի տոները կապվում են այդ անհրաժեշտությունների հետ։ Եվ դրանից բխող տոնական մշակույթն ի վերջո լցվում էր այդ բովանդակություններով։ Հիմա սրանք բոլորը դարերի ընթացքում միշտ գալիս լցնում են իրար։ Որքան գիտեմ, հիմնական 20-րդ դարի գաղափարական տոների մի զգալի մասը անաղարտ ծիսականացվել է հենց գաղափարների տերը հանդիսացող խմբերի կողմից։ Այսինքն թե Բաստիլի գրավումը, եթե կուզեք, թե Կուբան,
թե Ամերիկան, թե Խորհրդային Միությունը իրենց տոնածեսական կյանքը, պաշտոնականը, օրենքով, որտեղ միշտ կա օրենքով տոնացույց եւ միշտ կան ժողովրդական դեռևս կամ լրացվող տոներ կամ նորամուտ երևույթներ, որոնք ունեն իրենց տրամաբանություն։ Դրանք լցվել են ծեսերով ու միջոցառումներով, որ մշակել է գաղափարախոսությունը։ Դրանք գաղափարախոսությունների հետ գալիս գնում են կամ մնում են։ Մնում են ոչ թե որպես տոն սովորաբար, այլ մնում են տոների առանձին ծեսեր, որոնց տրամաբանությունը այն տոնի մեջ է, բայց երբեմն նրանք նոնսենս են դառնում կամ հակառակը սիրված, բայց չբացատրված են դառնում որոշ հասարակության մեջ, որը շարունակում է դրանց հետևել, եթե դրանք չեն արգելվում։ Չէ՞ որ կա նաև արգելքներ, օրինակ խորհրդային տարիների սկզբին եկեղեցական տոներ պարզապես արգելված էին։ Նոր տարիներ կարծես ինչ-որ ժամանակ չէին նշում մինչև պատերազմը, հա։ Չեմ կարծում, թե չէին նշում, որտեղ 20-ական թվականներին նույնիսկ տոնածառի հանդիսություններ կային։ Շատ վստահ չեմ ուզում միանգամից ձեզ այդ հարցի վերաբերյալ ասել, բայց եկեղեցական տոներ ուղղակի արգելված էին։ Եվ սրանք ժողովրդական տրամաբանությամբ, չգիտեք, իրենց ձևափոխումներն էին ունենում։ Օրինակ մայիսի 1-2 էր նշվում, հայոց մեջ եթե եկեղեցական տոների, տաղավար տոների հաջորդ օրերը մեռելոցներ էին, ուրեմն մարդիկ մայիսի 1-ի տոնակատարության մայիսի 2-ը դարձրին մեռելոց։ Ոչ պաշտոնական, բայց գնում էին գերեզմաններ եւ զատիկից էլ բերեցին առանձին ծեսեր, ձու էին ներկում մայիսի 1-ին, մայիսի 2-ին տանում էին գերեզմանից, այսինքն հանրությունը, որը դժվարությամբ է բաժանվում իրեն հասկանալի եւ ծանոթ երևույթներից, լուծումներ է փնտրում դրանք տեղավորելու նոր կյանքի տրամաբանությամբ։ Մենք էլ փորձում ենք հասկանալ, թե այս երբ եւ ինչպես եւ ինչու է այդպես եղել։ Քրիստոնեական եկեղեցին միշտ ոչ միայն Հայաստանում, ընդհանրապես փորձում էր իրենով անել հեթանոսական տոները։ Եվ որոշ չափով դա Հայաստանի դեպքում, ասենք Տերնդեզի եւ Վարդավառի դեպքում ստացվել է, չգիտեմ ինչքանով է ստացվել, հա, որովհետեւ Վարդավառը ժողովրդի համար իրար վրա ջուր լցնելու բան է, ոչ թե Աստծո պայծառակերպության տոն։ Այսինքն որքանով է հնարավոր լցնել նոր բովանդակությամբ դա։ Միշտ էլ հնարավոր է։ Եվ միշտ էլ, այո, քրիստոնեությունը, գիտեք, շատ երկար է պայքարել։ Դա շատ ուշ հասկացավ, այսինքն օրինակի համար նույն ծննդյան տոն ընդհանուր քրիստոնեության կաթոլիկ եւ այլ, դեռ կաթոլիկ էլ չեն, դեռ բաժանված էլ չէին Հռոմում։ Դեկտեմբերի 25-ը մերի տոնն էր։ Եվ այն տոնական հանդիսությունները, որ այսօր ծննդյան տոներին մենք տեսնում ենք, դրանց նախատիպերը կային մեղրի տոնին։ Ամբողջ, այսպես ասենք, քրիստոնեացված տիրույթում դրանք շարունակվում էին։ Հունվարի 6-ին այն ժամանակ Քրիստոսի ծննդյան տոնն էր։ Եվ եկեղեցին ջանք ու եռանդ չէր խնայում պայքարելու, որ այդ մեղրական տոները դուրս գային քրիստոնյաների կյանքից, որտեղ դրանք ծաղր էին կարծեք, մեծ զվարճահանդեսներ էին, ուրախություններ էին, խարույկներ էին եւ այլն։ Եվ նույնիսկ մարդկանց կախաղաններ էին հանում, հետապնդում էին այդ տոնին մասնակցում, բայց տոն շարունակում էր։ Ինչ արեց քրիստոնեությունը, բերեց դեկտեմբերի 25-ը հայտարարեց Քրիստոսի ծննդյան տոն։ Հիմա էլի դարեր անցան, մինչև մարդիկ այդ բառը յուրացրին, բայց այսօրվա ծննդյան տոնի որոշ ատրիբուտները, որ տեսնում ենք, դրանք շատ ուշ դարերում մշակվեցին։ Այնպես չի, որ քրիստոնեությունը շատ ճկուն հարմարեցրեց իրեն հեթանոսական կամ ոչ քրիստոնեական տեսակարգը։ Հազարավոր տարիների ընթացքում անդադար է եղել եւ ես կասեի նույնիսկ մինչեւ 19-րդ դարն էլ կար, որ պայքարում էին օրինակ Վարդավառի կամ Տրնդեզի կամ եթե կուզեք Բարիկենթանի, որը իմ կարծիքով այդ շրջանի ամենասիրված տոնն էր։ Այդ Վարդավառը բանը այդ հիմա որտեղ Բարիկենթանը ընդհանրապես մոռացվեց, կյանքից դուրս մղվեց։ Նույնը կառնավալների հետ։ Կառնավալները միջնադարում ծնվեցին քրիստոնեական ճնշումների դեմ։ Ծնվեց շատ կամաց եւ շատ աստիճանաբար, ծնվեց որպես ըմբոստացող խմբերի եւ կառնավալներին մասնակիցները բնակավայրերից դուրս էին, որովհետեւ նրանք ուղղակի հետապնդումներ էին ենթարկում։ Եվ միայն 20-րդ դարում է քրիստոնեական եկեղեցին ասել, որ ինքը հանդուրժում է կառնավալները, չի ընդունել իր մեջ, այլ հանդուրժում է կառնավալները։ Չնայած մինչև այդ արդեն այնքան բաներ կառնավալների
տարիներ իրենք ունեին վարպետներ, ամեն տարի մշակվում էր մյուս տարվա ծրագիրը, դրանք համքարություններ էին ամբողջ։ Նույնը Հայաստանում կար այդ շրջան, մեր բարի կենտրոնը, որ նույն կառնավալի հայկական զուգահեռն էր։ Բայց այո, Վարդավառի եւ այլնի որոշ ծեսեր միայն մնացին, ընդ որում դրանք էլ են բավական իմաստափոխվել, որտեղ ի վերջո ջուր լցնելը գիտեք, որքան կարող են մեր գիտնականները այսօր ամփոփիչ դատել, դրանք վերաբերվում էին ավելի ջրերի ակունքների զոհաբերություններին որպես բերքահավաք շրջաններ, որպես գոհունակություն եւ շնորհակալություն եւ դրանց մեծ մասը լեռներում էին արվում, որտեղ այնտեղ էին այդ մեր հայտնի այդ բաները վիշապներ կոթողները, որոնք ջրերի պաշտամունքի առարկայական դրսևորումն տոների մեծ մասը կատարում էր այնտեղ, որտեղ հնարավոր էր, որտեղ լեռ կար, իսկ Հայաստանում ամենտեղ լեռ կա, լեռներում էին դրանք արվում, գյուղեր ամբողջ տեղափոխվում էին լեռներ, նույնը կատարում էր Արևմտյան Հայաստանում, նույնը կատարում էր Արևելյան Հայաստանում, հիմիկվա Վարդավառը դա շատ ձևափոխված այդ եւ ընդհանրապես այդ տրամաբանությունից դուրս եկած գեղեցիկ զվարճահանդես է առանց ունենալու ծիսական կապ իր սկզբնական ձևավորման հետ։ Այսպես ասենք քրիստոնեությունը դա չկարողացավ վերացնել եւ հաշտվեց դրանց գոյության հետ։ Նաև 90-ական թվականներին փորձարվեց խորհրդային տոները վերացնել մարտի 8-ը լուր, այսպես ասած, լուր դիմադրություն ունեցավ մեր տղամարդկանց կողմից, որոնք շարունակում էին ուրեմն մարտի 8-ին նվերներ տալ եւ ապրիլի 7-ը չփոխարինեց դա։ Մայիսի 9-ը ավելի բարդ էր, մարդիկ այնուամենայնիվ կարծում էին համենայն դեպս, որ դա ոչ միայն ռուսական զենքի, այլև ընդհանրապես նաև հայկական զենքի հաղթանակը եւ դրանով այդ եռատոնը եւ այլն, որ հետո ավելացրեցին, դրանով դարձավ դա հայկական։ Եթե սուբյեկտիվ եմ վերաբերմունք ասեմ, այդ օրերին կամ այդ շրջան քննարկումի ես էլ շատ ակտիվ մասնակցում եմ եւ ես էլ այդ տարիներին օրինակ կարծում, որ մայիսի 9-ը դա ավելի այսպես ասենք, ես չեմ ուզում ասել ռուսական, բայց ավելի խորհրդային, բայց այդ խորհրդայինի դեմ եղած ընդհանուր ըմբոստության մեջ ոչ հայկական, ոչ հայաստանյան։ Ես հիմա այդպես չեմ կարծում։ Սրան հիմա չեմ անդրադառնա եւ կարծում եմ, որ մարդիկ այդպիսի մտքի էվոլյուցիա նույնպես ունեցել են։ Հակառակը նույնպես եղել է, բայց սա նույնպես եղել է։ Այսինքն պարտադիր չի ստալինիստ լինել կամ կոմունիստ լինել մայիսի 9-ը նշել։ Մեծ հաշվով, սա մոտապես նման է նրան, որ խորհրդային միությունը այդ հաղթանակը երկրորդ համաշխարհային պատերազմում լրիվ կապեց Ստալինի անձի հետ եւ հանրային գիտակցության մեջ դա ստալինյան հաղթանակ էր, ոչ նույնիսկ չխոսվեց այն ահռելի զոհերի մասին, այն ամբողջ կամավորական ներդրման մասին, կամավոր թե ոչ կամավոր ժողովուրդների ինքնազրկանքների մասին, մարդիկ ուղղակի բանակ էին պահում իրենց ընտանիքին զրկելով, ուղարկելով եւ դա նաեւ պարտադրված էր ոչ թե միայն կամավոր էր, բայց ես հիմա սրան չեմ անդրադառնում, այո, ես կարծում եմ, որ քարոզչությունը բոլորիս վրա ազդում է, քարոզչությունը ազդել էր այնքան, որ մեր հանրային գիտակցության մի զգալի մասի մոտ իսկապես էլ մայիսյան, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմի հաղթանակը Ստալինի անձի հետ էր կապվում, ես հիմա պետք է ասեմ, որ ես այս պահին շատ ցավով եմ վերաբերվում եվրոպական ամերիկյան այն փորձերին, որ խորհրդային միության դերը այդ պատերազմում նվազեցվում է, հիմա գնահատում կա այդ պատերազմում հաղթանակների։ Միևնույն ժամանակ ցավում եմ, որ օրինակ մեր մնացած ժողովուրդները, բացի այսպես ասեն գլխավորապես ռուսներից, իրենց դերի արժևորումը եւ գնահատումը չեն արել եւ այդ տոնը եւ պատերազմը ինքը մեծ հաշվով շարունակում են կալվել որպես ռուսական հաղթանակ, բայց սա մի առանձին փիլիսոփայություն եւ առանձին քննարկել եք մարտի 8-ը Ես օրինակի համար ձեզ ասեմ, որ մարտի 8-ում մենք մի մեծ կեղծավորություն ունենք։ Ընդհանրապես կանանց տոների հարցում մեծ կեղծավորություն ունենք։ Ինչի համար է տոնը, կամ արժեքը կարևորելու, կամ եթե այդ արժեքը կարևոր է, բայց չկա
իրեն առաջ բերելու եւ ուրեմն այդ արժեքի կշիռը բարձրացնելու կամ ընդհակառակն գոհունակություն սրբազան եթե կուզեք տոնը ընդհանուր սրբազնության երևույթ ունի խոնարհում եւ այլն հիմա կանանց տոնը ինչա եթե մենք այս տրամաբանության մեջ նայենք կանանց արժևորելու տոնը թե կանանց դերի բարձրացման տոնը եթե դերը պակաս է մեր երկրում թե խոնարհումի տոնը կանանց առաջ ոչ մեկը այս հարցերին չի կարող պատասխան չնայած տոնը իր ցակումնաբանության մեջ երկրորդ ինտերնացիոնալի ունի կանանց ազատության եւ հավասարության իրավունքների բայց ընդհանուր առմամբ նույնիսկ եթե այս իրավունքներն են Հայաստանում դրանք այդ բոլորի գիտակցում չկա ինքը կանանց տոնը վերջ կանանց տոնը նվեր տալ ծաղկի փունջ գուցե թանգուցե ոչ թանքը ուշադրություն դարձնել կանանց եւ այլն բայց քանի որ այս տոնը իմաստավորված չէ ոչ իրավունքի ոչ արժեքի ոչ մի բանի մասով ինքը կեղծիք է պարունակում իր մեջ ինչ հաշվում կանանց տոն եւ այս տրամաբանությամբ ես պիտի ասեմ օրինակ ինչի չկա տղամարդկանց տոն ինչի չկա դա մենք ուժեղ ենք այդ լավ բան այս դա նշանակում է նույնպես այս ինձ ասած շատ կարևոր է այո դա նշանակում է որ տղամարդիկ այնքան ինքնահաստատված են որ առանձին մասնավոր նշել տղամարդու արժեքը դերը հասարակությունում կարիք չկա բայց եթե մենք նշում ենք կանանց հաստատման համար այդ տոնը ուրեմն այդ տրամաբանությունը այդ տոնի մեջ լինի այսինքն այդ տոնը պիտի ունենա իր մեջ այդ գործիքները ինչ որ չկա սա կեղծիք մեկ երկրորդը մենք ունենք հիմա կանանց դարձյալ տոնը մայրության տոն ինչա մայրության տոնը կանանց տոն ինչի՞ չի ինքը հասարակության տոն մայրը մենք կանացի արժեք է թե հասարակության եւ հանրային արժեք եւ երկրորդը ինչու մենք չունենք այդ դեպքում հայրության տոն այստեղ էլ կա նույն տրամաբանություն մենք մայրությունը կարևորում ենք հայրությունից եթե կարևորում ենք հայրությունը նվաստ արժեք ենք համարում եթե նվաստ արժեք չենք համարում հավասար արժեք ենք համարում ինչու չկա հայրության տոն կամ ինչու չի դա ծնողների տոն այսինքն այս ամբողջի մեջ ուղղակի լավ իմանալով թե այդ ապրիլի 7-ը ինչպես դարձավ մայրության տոն իր մեխանիզմները եւ այլն հասկան որ այս ամբողջ տրամաբանությունը այդ բոլորի մեջ չի եղել բայց ինքը պիտի առաջացնես մտքերը ինչու ենք մենք հիմա խոսում կանանց միամսյա կանանց տոն որոնք այո որտեղ կանայք իսկապես թերարժեք են հասարակության մեջ եւ իրենք գիտեն եւ հանրությունը դա գիտե բայց այդ տոնը ինչի համար է այդ թերարժեքությունը հաստատելու այդ թերարժեքությունից դուրս բերելու եւ ես այստեղ արժեքի կեղծիք եմ տեսնում հատկապես որ ինքը ոչ հանրային ընկալման մեջ է իմաստավորված ոչ իր պաշտոնական մեկնաբանության մեջ է լուրջ իմաստավորված վերջին հարցը շատ կարճ հիմա մեր եկեղեցին մեր առաքելական եկեղեցին պայքարում է Վալենտինի տոնի դեմ եւ պայքարում է Հելովինի դեմ ընդ որում ասելով որ Հելովինը դա նույն բարեկենդանն է պարզապես մենք չենք կարողացել ուրեմն այլընտրանքս տարբեր ժամանակներ են չէ եւ տարբեր իմաստներ համենայն դեպս այդ պայքարը ինչպես եք դուք գնահատում Դե եկեղեցին միշտ էլ պայքարել է ինչ-որ բաների դեմ, ես նոր բան չի, եւ ես հասկանում եմ եկեղեցին եւ եկեղեցին ունի իր կանոնակարգված մոտեցում, տրամաբանական եմ համարում, որ ինքը իր մոտեցումների շրջանակներում դրանց մասին խոսում է եւ այլն։ Սա ես կարեւոր չեմ համարում, այսինքն կարեւոր է ինքնին, բայց տվյալ դեպքում ասեմ, որ հանրային կյանքի զարգացման իմաստով եւ Հելոուինը եւ Վալենտինը պիտի շարունակվեն, որովհետեւ մեր հասարակությունն ուղղակի այդ կարգի, չասեմ հենց օրինակ Հելոուինի կոնկրետ դրսևորումների, բայց զվարճանալու ցանկացած հասարակություն ունի զվարճանալու կամ այդպես զվարճանալու նաև ցածրակարգ զվարճանալու մեծ կարիք, ցանկացած հասարակություն ունի։ Այդ ֆունկցիան ժամանակին իսկապես բարի, ֆունկցիոնալ իմաստով այդ ֆունկցիան իսկապես բարի կենտրոնը վերցնում էր իր վրա, երբ որ հանրային կյանքի բոլոր ընդունված նորմերից երկու շաբաթ մարդիկ դուրս են գալիս մի բոլորովին այլ հարթություն, հնազանդությունից դուրս են գալիս անհնազանդություն, արգելանքներից դուրս են գալիս ազատություն, կին, տղամարդ, հասակային խմբեր, հարց, կիսուր, պես բոլոր կոնվենցիոնալ հարաբերություններից դուրս փոխվում էին, այո, կյանքի կարևորագույն երևույթները տոնի, ընդհանրապես տոնը ունի այդպիսի առանձնահատկություն, իսկ բարի կենտրոնը ընդգծված էր այդ առանձնահատկությամբ։ Հիմա Հելոուինը ունի այդպիսի էլեմենտներ, եթե մեր կյանքում այդպիսի տոն չկա, իսկ չկա։ Մենք փորձեր արեցինք բարի կենտրոն, փորձեր նկատում
դառնում հասարակության առանձին շերտերի։ Բարի կենդանի վերականգնման։ Իդեպ չեմ էլ ուզում ասել, լեզուս չէր պատտվում ասել, բայց բարի կենդանի մուտքը զգալի չափով ընդհանրապես իշխանություն հասարակություն հարաբերությունները կարգավորելու մեծ լիցք ունի իր մեջ։ Բարի կենդանի ժամանակային ամբողջ ինչ հանրությունը իշխանության ասելիք ունի տարվա ընթացքում խտացում է 2 շաբաթում եւ զգալի չափով լիցքաթափվում է հասարակությունը։ Այսինքն բարի կենդանը ինքը մի գյուտ է ընդհանրապես որևէ խելոք կառավարման համար։ Բայց ես հիմա սրա մասին չեմ ասում, այլ գտնում եմ, որ մեկը ինչքան էլ որ մենք խոսենք, փոխել հնարավոր են նրան զարգացումներ, առավել եւս որ մենք չենք խոսում օրինակ սրա հետ կապված բիզնես առաջարկի մասին, չէ՞։ Այս տոներին նախորդում է ահագին տնտեսական ակտիվացում, շուկան լցում է դրանց սպասարկող առարկաներով, իրերով եւ այլ։ Ժողովրդին ու երեխեքին փոխանակասելու մի դուրս եկեք փողոց, մեկ փորձեն առաջարկել ասել մի լցրեք շուկան, ասելու են ինչի պահանջարկը կա, շուկան դրա առաջարկն ունի։ Ուրեմն շուկան ունի իր օրինաչափությունները, հանրային մշակութային կյանքը չունի իր օրինաչափությունները, ունի, բայց մենք եթե մեկի հետ սա անվերապահ ընդունում ենք, այն մյուսինը թողնում ենք ինչ որ ներքին կարգավորման, ոչ չենք թողնում ներքին կարգավորման մեխանիզմների, այլ փորձում ենք քարոզչության դաշտում դիտարկել, այդպես չի լինում։ Շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, իմ զրուցակիցն էր ազգագրագետ Հրանուշ Խարատյանը, մենք կհանդիպենք 4 շաբթի օրը, ստեսյուն։